Այս նախընտրական շրջանում որոշեցի ձեզ հետ կիսվել իմ մտքերով։ Գիտեք, մեր զինվորներին գերի վերցնելուց բազմաթիվ են դեպքերը, երբ զենքը դրել են ճակատին, ասել են ասեք Ղարաբաղ Ադրբեջան եւ իրենք չեն ասել եւ զոհվել են իրենց սկզբունքի համար, զոհվել են իրենց հայրենիքի համար եւ չեն ասել։ Եվ կան մարդիկ, ովքեր Հայաստանում կանգնում են հանրության առաջ, կանգնում են ամենից բարձր ամբիոնում Հայաստանում հայերը եւ բարձրաձայնելով ասում են, որ Արցախը Ադրբեջան է։ Եվ դա դեռ ամենը չէ։ Կան մարդիկ, ովքեր սատարում են այդ մարդկանց եւ կիսում են իրենց գաղափարը։ Եվ այդ մարդիկ, չգիտեմ, ոտնկայց կենացներ են խմում, այդ տղերքի կենացը, ովքեր որ զարդնի չեն դրել, ովքեր որ իրենց սկզբունքը եւ իրենց հայրենիքը պահել են եւ հայրենիքի համար զոհվել են։ Ես չգիտեմ, դուք մի պահ այդ մարդկանց եմ ես իմ խոսքս ուղում, մի պահ պատկերացրեք, որ այդ մարդկանց այդ տղերքի աչքերին եք դուք նայում եւ ինչ պատասխան ունեք սատարելով այն մարդկանց, ովքեր որ ասում են, որ Արցախը Ադրբեջան է։ Ունեք իրենց այդ պատասխանը, ունեք այդ տղերքի աչքերի մեջ նայելով պատասխանը։ Եթե ունեք, շարունակեք սատարել այդ ուժին, եթե ունեք։ Բայց խնդրում եմ ձեզ այդ հարցը տվեք, արդյոք ունեք այդ պատասխանը։ Կկարողանաք այդ տղերքի աչքերի մեջ նայել, ովքեր զոհվել են Արցախի համար եւ ովքեր որ չեն ասել, որ Արցախը Ադրբեջան է։ Իսկ դուք սատարում եք այն մարդկանց, ովքեր որ ասում են, որ Արցախը Ադրբեջան է, Հայաստանում առանց ոչ մի պատանդ լինելու, առանց ոչ մի կյանքի սպառնալիքի։ Ուղղակի ասում են դա տենց է եղել։ Միշտ էլ տենց է եղել, ուղղակի մենք սխալվել ենք։ Այդ հարցը տվեք ձեզ եւ ձեր ընտրությունը կատարելուց առաջ դա մտածեք։ Ինչի ես չեմ ընտրի այդ մարդկանց, ուղղակի պարզ ասեմ, որովհետեւ ես իմ խորին համոզմամբ դավաճանելու եմ այն մարդկանց, ովքեր զոհվել են Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են տվել իրենց հողի, իրենց հայրենիքի, մեր հողի, մեր հայրենիքի համար։ Այսքան ուզեցի ձեզ հետ կիսվեմ։